Երևանը կրկին առաջարկում է Բաքվին օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։ Հոկտեմբերի 14-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և շեշտել Երևանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը, ասել է Բադալյանը։ Հոկտեմբերի 13-ին 9:30-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ Զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալաքյանի դին հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը ավելի վաղ հայտնել էր, որ այս տարեսկզբից 32 զինծառայող է մահացել և միայն 4-ը հակառակորդի կրակոցից։ Բաքուն հոկտեմբերի 13-ին երկարաձգել է Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ին ռազմական հետևանքով գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արեգ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, ԲԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և մյուսների կալանքի ժամկետը։ Բաքուն նշում է, որ ընդհանուր առմամբ 14 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-ից 16-ը նախագահ Վահագն Խաչատուրյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա, մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումներին։ Մշակութային օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ։ Առաջինը արտասովոր համերգն է Հայաստանի ջազ նվագախմբի մասնակցությամբ, այնուհետև ֆոտոցուցահանդես նվիրված Սերգեյ Փարաջանովի հայկական կինոյի օրերին և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հյուրախաղատեղի կունենա Աստանայում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և շեշտել է, որ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ստացել է Հայաստանում, որևէ տեղ չի ստացել։ Ալեքսանդր Պետրակովը սակայն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Մարզիչը հեռացվել է պաշտոնից UEFA ազգերի լիգայի հոկտեմբերի 13-ի կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո։